Ես Արուսյակ Մարտիրոսյանն եմ, Գաուս Գավիքի հիմնադիր տնօրենը եւ Հենակետ բիզնես ակումբի համահիմնադիրը։ 29 տարեկանում իմ ամուսինը առողջական խնդիրներ ունենում, որի հետևանքով պետք էր ընտանիքի թիկունք կանգնել։ Եվ ես ստիպված եմ լինում գնալ աշխատանքի, բարձրապես ծանոթի մոտ, որը ուներ աշխատատեղ, որի բիզնեսից ես ընդհանրապես գաղափար չունեի, որտեղ շատ սպეციფიկ էր այդ բիզնեսը, ռեստորանների նախագծում, կաղավորում, տեխնոլոգիական սարքավորումների հետ կապ, եւ իմ ղեկավարի օգնությամբ ես անդադար շփվում էի հաճախորդների հետ, շինարարություններ էի գնում, ընտելանում էի այդ բիզնեսին, որը որ ինձ համար շատ բարդ էր եւ չինական այլ էր։ Բայց արդեն անցած մի քանի ամիս ես իմ առաջի հաջողություններն եմ արել, որոնք անսպասելի են եւ իմ համար եւ իմ ղեկավարի համար, եւ այդտեղից սկսվեց իմ կարիերան հորեկան ոլորտում եւ հերթական ցուցահանդես երկիր են գնացել ցուցահանդեսի ընթացքում սեղանում տեսնում եմ շատ հետաքրքիր կատալոգ, կահույքի կատալոգ, որը արտահոց մոդելներ ուներ։ Չգիտեմ ինչ ինձ հուշեց, ես ուղղակի հետս բերեցի այդ կատալոգը Երևան եւ երբ որ ես վերադարձա Երևան, իմ նախնական հաճախորդը ինձ ասում է, որ պրոյեկտ ա ուզում, ամբողջական ռեստորանի պրոյեկտ, բայց նաեւ կահույքներ դու արա։ Ես չմերժում իրան, ասում եմ Okay, կանեմ, բայց ընդհանրապես պատկերացում չունեմ անգամ, թե ինչպես են անում կահույքի պրոյեկտ, ինչպես են դա կազմակերպում։ Փորձեցի եւ ինձ մոտ ստացվեց եւ հաճախորդներ շատ գոհ եւ ես զգացի, որ այդ բացը կա շուկայում եւ սկսեցի զարգացնել հենց այս ճյուղը։ Ինչով ենք մենք տարբերվում, չի կրկնվում մեր պրոյեկտները, ամեն պրոյեկտը յուրահատուկ մոտեցում, յուրահատուկ դիզայն, մենք տալիս ենք հնարավորություններ ընտրել ուղղակի մոդելը։ Իսկ թե այդ մոդելի հետ մենք հետո ինչ կանենք դիզայներների հետ, արդեն ստացվում է արդյունքում եւ տեսնում եք դրսում։ Քանի որ բիզնեսը զարգանում է եւ մենք ունենք նորանոր պրոյեկտներ, մեզ անհրաժեշտ էր գործընկեր եւ ֆորումներով տարբեր շրջապատներում հարցումներ անելով հասկացա, որ կարելի է դիմել Արարատ բանկին, թեպետ դիմել եմ մի քանի բանկին, բայց Արարատ բանկի մոտեցումը ինձ շատ ավելի դուր եկավ, իրենց անձնակազմը, իրենց աշխատելու ոճը, ես ինքս հուսափում եմ միշտ բյուրոկրատական այդ շատ տավանական գործընթացներից եւ մտածում եի, որ նույնն է ինձ սպասվել է Արարատ բանկում, բայց ի զարմանս ինձ Արարատ բանկի անձնակազմը շատ արագ էր արձագանքում բոլոր խնդիրներին, բոլոր հարցերին եւ շատ հակիրճ էր դնում խնդիրները, որոնք ես կարողանում եմ շատ արագ լուծել, այսինքն իրենք ինձ ընդհանրապես նեղություն չեն տվել գործընթացի ժամանակ։ Իհարկե գործընթացը տևել է բավականին ժամանակ, դա նորմալ է, բայց ընթացքում ինձ չեն անհանգստացրել, ինձանից պահանջվել են որոշ գործողություններ ես կատարել եմ, իսկ անձնակազմը արել է հիմնական աշխատանքը, որի համար ես շատ Արարատ բանկի հետ համագործակցության արդյունքում մենք այսօր ունենք այս գեղեցիկ, լուսավոր եւ ընդլայնված սրահը։ Սկզբից դա եղել է ուղղակի գաղափար, որ հետաքրքիր բիզնես ստարտափ ստեղծենք, որտեղ համախմբենք մարդկանց տարբեր բիզնեսներից, տարբեր ոլորտներից, եւ դա մեզ մոտ հաջողվել էր, բավականին մեծ հաջողություններ են գրանցել, բավականին շատ մարդիկ են միացել մեզ, ինչի համար ես շատ բարդ եմ, շատ շնորհակալ իրենց, եւ այս միամսյակի ընթացքում մենք որոշել էինք այսպիսի մի ծրագիր կազմակերպել արցախցի կանանց համար,
ովքեր որ ունեն ձեռքի շնորհ, ովքեր որ ուզում են բիզնեսով զբաղվել, բայց չեն իմանում թե ինչպես սկսել, ոնց գովազդել։ Մենք իրենց համար անվճար դասընթացներ կազմակերպեցինք տարբեր ոլորտներով։ Եվ շատ հետաքրքիր պահ եղավ, եթե ինձ մի ամիս առաջ հարցնեին, թե ինչի եմ ես ստեղծել բիզնես ակումբը, ես կպատմեի, որ ես մտածել եմ բիզնես, որը որ հաջողակ կլինի եւ ինձ համար եւ մարդկանց օգուտ կբերեմ, բայց մեր առաջի դասընթացից հետո ես հասկացա, որ հենակետ բիզնես ակումբը ինձ համար դարձել է միսիա։ Ասեմ ինչու։ Մեր առաջի դասընթացը հոգեբանի հետ էր եւ երբ որ հոգեբանը դասընթացի վերջում հարցում էր անում, թե ինչ հույսեր ունեն մեր կանայք եւ ինչի հետ են իրեն կապում իրենց ապագան, բոլորը ասեցին, որ հենակետ բիզնես ակումբի հետ։ Ես այդ պահին հասկացա, որ ես շատ մեծ պատասխանատվություն եմ վերցրել ինձ վրա եւ հասկացա, որ պարտավոր եմ ուղղակի այս մարդկանց տալ այդ հենարանը, ինչի համար որ իրենք եկել են ինձ մոտ։ Դասընթացները շարունակվում են, մենք արդեն շատ լավ ընկերացել ենք, որոշ մարդիկ արդեն իրենց ուղին վերցրել են եւ գնում են առաջ, ես վստահ եմ, որ կկարողանան դառնալ իրենց համար այն հենակետը, որից որ իրանք սենց կհենվեն ու առաջ կգնան, ու ինձ համար դա կլինի շատ մեծ բարձր։ Կանայք, որոնք ստեղծում են, ուժեղացնում եւ գեղեցկացնում են այս աշխարհը։